Ինչպես ամեն տարի, այս տարի ևս դիտվում է սուրշնչառական վիրուսներով պայմանավորված հիվանդացության աճ։ Դրսում ջերմաստիճանը սկսում է նվազել, փակ տարածություններում մարդիկ ավելի շատ են գտնվում և իրենց վարակելու հավանականությունը մեծ է լինում։ Երեխաների մոտ առավել հաճախ հանդիպում է գրիպով, ադենովիրուսով, ռինովիրուսով, կովիդով պայմանավորված հիվանդացության աճ։ Ուզում եմ նշել, որ սովորական մրսակցության դեպքում լինում է ընդհանուր թուլություն, սուբֆեբրիլ ջերմություն, 37-37.5 ոչ ավել, թթահոսություն, ախորժակի անկում, բայց ընդհանուր առմամբ երեխայի վիճակը տուժված չի լինում։ Իսկ կովիդի և գրիպի դեպքում իհարկե պատկերը մի փոքր այլ է։ Գրիպի դեպքում սկիզբը կտրուկ է, ջերմության կտրուկ բարձրացում է լինում մինչև 39-40 աստիճան, ինչը շատ դժվար է ենթարկվում ջերմիչեցնողներին և կարող է պահպանվել մի քանի ժամ։ Լինում է խիստ արտահայտված թուլություն, մկանացավ, սկլերաները լինում են արյունալեցված, երեխան հրաժարվում է սննդից և ընդհանուր վիճակը լինում է վատ։ Կովիդի դեպքում ունենում են ջերմության բարձրացում, սկիզբը գրիպի նման իհարկե կտրուկ չի լինում, ախորժակի անկում, չոր հազ, երեխաների մոտ շատ հաճախ նաև լինում է լուծկ։ Բոլոր նշված դեպքերում, եթե առաջին 3 օրվա ընթացքում ջերմիչեցնողներից, առատ հեղուկներից երեխայի վիճակի մեջ լավացում չի դիտվում, իհարկե պետք չի կատարել ինքնաբուժություն և երեխային չտանել բժշկի։ Եթե 3 օր և ավել նշված կլինիկական երևույթները պահպանվում են, անպայման պետք է դիմել տեղամասային մանկաբույժին կամ մոտակա մանկական հիվանդանոց։ Եվ իհարկե ծնողներին ուզում եմ խորհուրդ տալ, որ զերծ մնան ինքնուրույն անտիբիոտիկներ երեխային տալուց, քանի որ բոլոր վերը նշված հիվանդությունները իրենք վիրուսային բնույթի են և միևնույն է անտիբիոտիկները չեն ազդելու։ Դրանով իսկ դուք վատացնելու եք ձեր երեխայի վիճակը։